Ցեղասպանություն փոքր տարերով գրել եմ Կիրանց։ Ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Որոշել է ընդհանրապես չխոսել, ամեն ինչ ասվել է, եթե ասում է բանաձևը x+y հավասար է z, հիմա սցենարիստը միշտ նույնն է, կատարողները ծաղրածուներ եւ տարբեր են, եւ այժմ գնում է Հայաստանի հայության հայ տեսակի ոչնչացումը, եւ այստեղ ձեր Պավելաձևը միայն նրա մեջ է։ Վայ, եկեք մեզ օգնեք, եկեք մեզ փրկեք։ Այդ մասին այժմ կխոսեմ, որպեսզի հասկանաք, որ երբ որ մարդ անդունդի եզրին կանգնած է եւ փորձում է ընկնել, այդ մարդուն հետ բայց նորից նա գնալու է անդունդի եզրին կանգնի, քանի որ նա դրանից բացի այլ բան չի հասկանում։ Ինձ շատ ժամանակ մեղադրում են, երբ որ ասում եմ Հայաստանի 70%-ին պետք է սատկացնել, դեն տապել աղբի նման, նույնպես վատ է սկսում դրանից, բայց այդտեղ վատ սկալու բան չկա։ Եթե 100 հոգի մարդ է հավաքված եւ 100 հոգու համար ճաշ է պատրաստվում եւ այդ ճաշի մեջ ինչ որ մի կեղտոտ բան է ընկած, ապա այդ կեղտը հանելուց հետո ամեն մեկին մեկ աման չի հասնում է դրա 1/10-ը, դրանով պետք է բավարարվի։ Այսինքն, եթե այդ 2 միլիոնը չկա, 2 միլիոնի փոխարեն պետք է լինի 300,000 հայ Հայաստանում, դա ավելի ցանկալի է, որ իրական նորմալ հասկացող զարգացած հայ ապրի, քան անասունները ապրեն Հայաստանում։ Եվ ընդհանրապես հայազգի մասին է խոսքը։ Այժմ Սրբապիղծը Կիրանցից։ Այս եկեղեցին երբ որ կառուցել են հայերը, սա իր նշանակությունը ունեցել։ Ինչ եմ ցանկանում այստեղ ասել։ Դուք իմ ոչ մի ֆիլմը ոչ մի անգամ չեք դիտել եւ հասկացել մինչեւ վերջ։ Ինտերնետը ընդհանրապես ծովերի, օվկիանոսների հատակով, գետնի տակով մի երկրից անցնում է մյուսը։ Եվ մեզ մոտ եկել է այսպես ինտերնետը։ Այստեղից նոր բաժանվել տարբեր քաղաքներ եկել այստեղ։ Եվ ինչ է նշանակում այս ինտերնետը։ Երբ որ Կիրանցի այդ սրբապիղծը, որը կատարում էր դա մեդալ ստացած բրուտի մորից, այս տականքը հենց այդ ժամանակ իր սրբապղծությունը վերցրել է, որ պետք է հայերի Հայաստանի նկատմամբ շատ կեղտոտ քայլ կատարի։ Հայ եկեղեցականները միշտ սև հագուստով են, այս պորնիկը սպիտակ հագուստով է, այսինքն ձեզ բերում է սպիտակ գենոցիդ, սպիտակ մահ։ Հիմա էլ իբր Նիկոլը սրան նստացել է, Նիկոլ եւ սրանք այս բոլորը աշխատում են մեկ ուղղությամբ։ Նաև սրա խմբում ինչ-որ մի երիտասարդ տղա էր հայտնվել, երկու բան գրեց, կգամ մորթեմ, ասա որտեղից հետո անհետացավ, ասեմ այդ բոլոր երիտասարդներին եւ չհասկացողներին, ովքեր փորձում են ինչ-որ ձևով ինձ հակաճառել կամ ինձ այդ մենամարտի բռնվել։ Այս տականքը քո ապագան, քո ոչ թե ապագան 10 տարի հետո, այլ մոտարապես ամենից շատը մի տարի հետո քո ապագան խորտակված է։ Ոչ թե խորտակված է, այլ ադրբեջանցիների ոտքերի տակ գլուխը գնդակի նման պետք է ընկնի, ինչպես 1915 թվականին եւ նմանի պատճառով։ Այժմ բացատրեմ այս ամենը։ Բոլոր երկրները ինտերնետային կապով միացած են, եթե այս կապը չլինի, ապա ինչ է տեղի ունենում։ Դուք զրկվում եք աշխարհի հետ, թե այնտեղ ինչ է կատարում, ձեր մոտ ինչ է կատարում, աշխարհը դրանից տեղյակ չէ։ Երկրորդը, ձեր բանկային հաշիվները, քանի որ Նիկոլն է ցանկանում է մտցնի բանկային հաշիվներ, այլ առ ձեռքը փող չլինի ձեռքները, դա նույնպես ձեր ասած գլոբալիստերի բրության ծրագիրն է ամբողջ աշխարհի համար։ Այդ դեպքում դա էլ չի աշխատում։ Երրորդը, դու գտնվում ես օրինակի համար Երևանը չասեմ, գտնվում ես Աբովյան քաղաքում ինչ որ միտեղ եւ այդտեղ ներեխուժել թուրքը ադրբեջանցին, քո երեխան կամ քո ծնողը, քո կինը, քո ամուսինը գտնվում է 200 մետր այն կողմ, դու այլևս կապ չունես նրա հետ։ 9915 թվականն է, կապ չկա ոչ մեկի մեջ, ոչ մի ձևով, գումար չունեք, գումարները բանկը սարքրել է, Ադրբեջանը անջատում է այսքից այստեղից կտրում եւ ամեն ինչ մեռնում է Հայաստանում։ Դուք մնում եք աննասունի իրավիճակով։ Երբ որ Կիրանցի ժամանակ ասացի, այս պորնիկին չլսեք, հետևից չգնաք, պահեք Կիրանցը, չէի գլսում, չհասկանալով թե այստեղ ամենակարևոր գիծն է գնում Հայաստանի։ Մի ժամանակ կար տնային հեռախոսներ։ Եվ այդ տնային հեռախոսները հոսանք անջատվել թե չէ, նրանք ակումուլյատորային համակարգով աշխատում էին դեռ կես օրվա չափով։ Եվ դա նույնպես միացած էին քաղաքները, գյուղերը, աշխարհի հետ մի քանի ուղղությամբ միացված էր։ Այժմ միայն Ռուսաստանով գալիս է այդ գլխավոր ինտերնետային ճյուղը, որը կտրում եք եւ նույն Ռուսաստանով եկող միացնում եք ադրբեջանական ճյուղին։ Ինչ տարբերություն։ Ասենք հիմա էլ դուք ու ադրբեջանցիք լավ եղաք, որը հնարավոր չէ։ Ռուսաստանը այստեղից իրենց էլ կտրեց, ձեզ էլ կտրեց, թուրքն ադրբեջանցին մտան այստեղ, ինչ է կատարվելու ձեզ հետ։ Նաև արտասահմանի հայեր, որ ոչ մեկիդ պետքն չէ։ Դուք գտնվում եք օրինակի համար Ռոստով քաղաքում կամ գտնվում եք Փարիզում կամ գտնվում եք եսին որտեղ Լոս Անջելեսում եք գտնվում եւ ձեր բարեկամներին այստեղ մորթում են։ Ձեր բարեկամները սովված են, ձեր բարեկամների ձեռքին փող չկա, որպեսզի անցնեն սահման։ Նրանք միայն այն էլ այս մասի մարդիկ պետք է անցնեն Բագդանովկա Ախալչալակախալցքամ մի քանիսն էլ անցնեն այստեղ, որպեսզի ունենան ինտերնետային կապ, նոր հեռախոսներ գնեն, նոր կարտեր գնեն, կարողանան ձեզ հետ կապնվել, մի երկու կոպեկ լիցքավորել։ Բայց քանի որ արձերքը փողնել է այստեղ Նիկոլը ոչնչացնում, ապա այստեղ է դուրս գաք։ Վրացու կամ պարսիկի հետևն է կամփորելու, որ թույլ տա բարեկամիդ մի բառ խոսած ասես այստեղ։ Այսինքն ձեր այդ թանկարժեք գնաց հեռախոսները, ձեր բանկային հաշիվները, դուք ինքներդ ոչնչանում եք, դառնում եք ոչ ոք։ Չգիտեմ հասկանում եք թե չէ, ելին ձևով ասեմ։ Երկու հոգի վերցրեք ձեզ, անջատեք Հայաստանում ձեր հեռախոսները, մեկը գտնվեք մի կիլոմետր մեկից հեռու, իրարից ինչ կապ ունեք, ոչինչ չեք կարող անել։ Սա հենց կոչվում է ցեղասպանություն Կիրանց, հենց այս ձևով են անում։ Ալիևը բրուտի երանգով է ձեր ասած գլոբալիստների պատահական չէր, որ հենց Կիրանցի վրա կատարվեց այդ ամենը, այս պորնիկն էլ դուրս եկավ Երևան, աղոթեց, ձեր ոչարներից էլ աղոթել տվեց 8 տարավ։ Հասկացաք այսքանը։ Ես որոշել էի չխոսամ, քանի որ
Արդեն անտեղ է ձեզ հետ խոսել կամ ձեզ բան բացատրել կամ ձեզ որևէ բան ասել։ Մի քանիսն էլ գրում են արհամարանքով ես խոսում մեր հայաստանցիների եւ ամեն ինչի մասին։ Ես ընդհանրապես արհամարանքով չեմ խոսում։ Ես այստեղ բացատրել էի մինչեւ այդ սրա միտինգների ժամանակ, որ այստեղ ինչ է կատարվելու եւ մեր նախնիների կառուցված այս եկեղեցին, սա պատահական չէ։ Եվ պատահական չէ, որ հենց այստեղից են կոկը կտրում։ Պատահական չէ, որ այստեղ բերել են մարնեուլ, լծրե ադրբեջանցիներ նաեւ Վրաստանում եւ այս մասերը լիքը ադրբեջանցի։ Վրաստանն էլ է այսպես կիսվելու Հայաստանի նման։ Դուք դառնալու եք ադրբեջանցին կուզի ինտերնետը կմիացնի։ Կուզի կտա 1 մեգաբայթ, կուզի կտա 300 մեգաբայթ։ Չի ուզի ոչինչ չի տա։ Ձեր բանկային հաշիվները իրենց միջոցով է գնալու։ Ձեր խոսակցությունները գնալու են Ադրբեջան, որից հետո նրանք լսեն կարելի է այդ հաղորդումը, այդ հեռախոսային զանգը Ռոստովի հետ կատարվի թե չէ։ Այժմ հասկացաք թե ձեր ճակատագիրը, Հայաստանի ճակատագիրը, Պորնիկ Նիկոլը իր ազգադապ հայերի հետ եւ իր լրտես պապաների հետ ուր է տանում։ Այժմ մի քիչ ավելի, բայց նույնպես կարևոր թեմա, Զանգեզուրի թեման։ Այս գործարանի մասին պղնձամոլիբդենային բոլորդ էլ լավ գիտեք։ Այս գործարանի աշխատելը բոլորդ էլ լավ գիտեք, թե ինչ է արտադրում, ինչպես է աշխատում։ Եթե չգիտեք, ինքներդ կարտացեք, ես չաս։ Պղնձամոլիբդենային գործարան, պղինձեր մոլիբդեն են արտահանում այստեղից։ Բայց այստեղ մի բան չեմ ուզում ասել, որովհետեւ հետագայում այդ Պորնիկ ադրբեջանցի կոչվածները սա չշահագործեն։ Անձրևներ եկավ եւ բոլորդ էլ գիտեք, անձրևները նաեւ ուր են գնում։ Այդ մասին է խոսքը։ Այժմ անցնենք առաջ։ Պղնձամոլիբդենային գործարան։ Պղնձամոլիբդենային գործարանի մնացորդները, պոչանքները, որոնք կուտակում են պոչամբարներում կամ լցակույտերում, անձրևի ժամանակ զգալի վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի եւ մարդու առողջության համար։ Ջրի եւ թափոնների փոխազդեցությունը հանգեցնում է հետեւյալ հիմնական վնասների՝ թթվածնային դրենաժի առաջացում։ Սա ամենավտանգավոր երևույթներից է մարդու համար, քան ատոմային բոմբը կամ ատոմային էլեկտրակայանը Չեռնոբիլի։ Մնացորդներում արկա սուլֆիդային հանքանյութերը, օրինակ պիրիտը, անձրևաջրերի եւ օդի թթվածնի հետ փոխազդելիս օքսիդանում են, առաջացնելով ծծմբական թթու։ Այս թթվային ջրերը հոսում են դեպի շրջակա միջավայրեր։ Ես չգիտեմ ամբողջությամբ սա պատկերացնում եք, թե պետք է չի ամբողջությամբ ասել, միայն կարդամ։ Ծանր մետաղների լվացում եւ տարածում։ Անձրևաջրերի ստեղծած թթվային միջավայրը հեշտությամբ լուծում է թափոնների մեջ եղած թունավոր տարրերը, ինչպիսիք են պղինձ, մոլիբդեն, կապար, կադիում, արսեն եւ ցինկ։ Արսենին հայերեն նաեւ արսենիկ են ասում, որ արսեն անվան էլ բան չլինի։ Այս լուծված տոքսիկ մետաղների հեղեղաջրերի միջոցով ներծծվում են հողի մեջ կամ հոսում են դեպի մակերևույթային ջրեր։ Ջրային ամբարների աղտոտում։ Անձրևների պատճառով թունավոր հոսքերը լցում են մոտակա գետերը, լճերը եւ ստորգետնյա ջրատար հորիզոնները։ Սրա հետևանքով ոչնչանում է ջրային կենսաբազմազանությունը, ձկներ, ջրիմուռներ։ Ջուրը դառնում է ոչ պիտանի խմելու եւ ոռոգման համար։ Տոտալ սովի մեջ է գտնվելու։ Նույնիսկ ձեր այգու խնձորներ չեք ուտելու։ Նույնիսկ չեք էլ լողանալու։ Թուրքի նման մնալու եք միայն մեկ հագուստով։ Հողի տոքսիդացում եւ բերքատվության անկում եւ անձրևաջրերով հարստացած քիմիական հոսքերը տարածվում են հարակից գյուղատնտեսական հողերի վրա, մետաղները կուտակվում են հողի արգավան շերտում։ Բույսերը կլանում են այդ տոքսինները, ինչը բերում է բերքատվության անկման եւ սննդային շղթայով կարող է հասնել մարդուն։ Պոչամբարների վթարի եւ փլուզման ռիսկ։ Սելավներ ուժեղ կամ երկարատև անձրևների ժամանակ պոչամբարներում ջրի մակարդակը կտրուկ բարձրանում է։ Սա կարող է պատճառ դառնալ թափոնների հեղուկացման, պեղմային սելավների, պատվարների ճեղման կամ փլուզման, ինչը կհանգեցնի հսկայական տարածքների ակնթարթային քիմիական աղտոտման։ Հասկացաք նաեւ, որ Ռոբի Կումուդովը, այդ ալբանացին, սա ռուսների հետ էր աշխատացնում, հիմա էլ անգլիացիների հետ են աշխատացնում այս գործարանը։ Ինչ վնասներ է բերել ձեզ եւ ինչ վնասներ է այժմ բերելու ձեզ։ Այլևս նույնիսկ սարից հոսող ջուրը չեք կարող խմել, քանի որ այստեղից գոլոշիացած ջուրը եւ ոչ միայն Զանգեզուրի, այլև կարող է հարյուրավոր կիլոմետրերի վրա այդ ամպերը անցնեն եւ թափվի այլտեղ։ Հասկացաք հիմա, որ միայն գումար, միայն դոլարով չի աշխարհը։ Բնությունը եւ դեզերտը ունեն իրենց օրենքները։ Իրենց օրենքները խախտողները պատժվում են։ Եվ պատժում են նաև անմեղ ոչխարները, որոնց պետն էլ չի, թե ինչ է կատարվել, ինչ է կատարվում այստեղ։ Եթե կցանկանաք ավելի մանրամասը, հատիկ ասեմ, որ պետք է հիվանդանաք ոչ միայն քաղցկեղով, այլ տարբեր հիվանդություններով, շնչահեղձ կլինեք, երեխաները լավ չեն ծնվի, կծնվեն հիվանդ երեխաներ, փոքր երեխաները եւ փոքր հասակները կմեծանան շատ նվազ, ֆիզիկապես շատ թույլ, ոչ պիտանի մարդկությանը եւ ձեզ, նույնիսկ իրենց, եւ շատ վտանգավոր երևույթներ, որոնց մասին հետագայում ինքներդ կզգաք կտեսնեք։ Եթե ասեմ առանց այն էլ դուք կամ խորովածի եք կամ կոֆեի ժամանակ էլ չունեք, դիվան եք քշում, հանկարծ մի ուրիշ դիվանագետի հարվածեք դիվանով, դա վտանգավոր խաղ է ձեզ համար։ Հաջորդ կետը՝ հայացքսպանություն։ Երբ որ ասում են, որ այս քարտեզները վերանալու, չէիք հավատում, չէիք հասկանում։ Երբ որ միակ ճշմարտախոսը, բացի հայկական կառավարությունը, մեդիա դաշտը եւ ոչ միայն մեդիա դաշտը, այլ իրենց խելացի դրած պորնիկ ուտականքները խոսում էին, բոլորը ուշադիր նրանց լսում էին։ Երբ որ ես դիտում եմ, թե որքան մարդ է դիտում եւ ինձ մոտ այս վերջին ֆիլմում 5000-ը չի հասել, սա խոսում է նրա մասին, որ ճշմարտությունը ձեզ պետք չէ։ Ձեզ պետք է նույնիսկ ձեր երեխաներին խաբեք, ասեք, այդ էս Պետրոս Ձյաձյան ինչ ասեց։ Լսում եք, Պետրոս Ձյաձյան ասեց, որ Նիկոլը լավն է, եւ դրանով մինչեւ դուք սատկեք, որովհետեւ ձեր երեխաների առաջ նույնիսկ պատասխանատվություն չկրեք։ Սա ամենասարսափելի երևույթն է։ Երբ որ 111-ը
Ինչպես նշել եմ դեբրոյլերից արդեն, թե այսօրվա Ֆրանսիա կոչված տարածությունում ինչպես էին մի քանի էջը հայությունը ոչնչանում, բայց նույնիսկ գյուղ քաղաք իրար կողքի ոչ օգնություն, ոչ մի բան բոլորն իրար թշնամացած, այս նույնն այսօր կատարվում է Հայաստանում։ Երբ որ 111-ը ուղարկեց նաև, որ այլևս ես չխոսեմ այդ մասին, Մուրադ Խաթեցու ուղերձը ձեզ, ես նույնիսկ դա չուղարկեցի ձեզ։ Բայց այժմ վերջում մի փոքր հատված դրանից կասեմ, որպեսզի հասկանաք, որ բոլորն էլ հասկանում են ձեզնից շատ, բոլորն էլ ցավում են էթնիկ հողի համար ձեզնից շատ, բայց դուք միայն վաճառվող ոչխարներ եք, ուրիշ ոչինչ։ Ինչ է լինելու ձեր վերջը։ Այն որ ասում են 10,000 քառակուսի կիլոմետր, 10,000 քառակուսի կիլոմետրն էլ դառնալու եք ֆիլիալ, հասկանում եք։ Լինելու է Թուրքիա, լինելու է Ադրբեջան, թե արդեն այս մասը համարեք Ադրբեջան, այս մասն էլ համարեք Ադրբեջան։ Դուք այստեղ ֆիլիալ եք լինելու մի փոքր, դե Երևանը կա, Երևանը որ կա, հայերը կան, ձեզ համար արժ չկա այստեղ։ Եվ այս ֆիլիալում երբ կուզեն լույսերը կանջատեն, երբ կուզեն ինտերնետը կանջատեն, երբ կուզեն բանկերը կթալանվի, ինչպես Բրուտը կատարեց, երբ որ Բրուտի մերը չինացիներին տվեց Հոնկոնգը իբր նրանց։ Հաջորդ օրվանից մինչ օրս 15 միլիարդ, այս վերջերս 22 միլիարդ օրը գումար է անհետանում այդ բանկերից։ Նույնը ադրբեջանցիք նաև այդ գումարներն են սրբելու, նաև այդ կեղծ հարուստներ եւ այլն, իսկ օֆշորներում գտնվող նաև բրուտները ամբողջ հայերը այն միլիարդատերերից մինչև սովածները լինելու են սոված տեղլոր ու դա է բերելու վերջ։ Դա լինելու է Հայաստանի վերջ։ Այդքան էլ չհասկացաք, նաև չհասկացաք, որ ասեցի ես ինձ եմ դնում ամբողջությամբ այս հարցի տակ, ես կարամ այս հարցը լուծեմ։ Հայաստանում հայ չկա, որ ասեն դե ջարդենք, փշրենք այդ կառավարությունը, նոր կառավարություն ստեղծենք։ Դե արի տեսնեմ ոնց է սփռքում։ Ես էլ գամ իմ ասելիքը իմ անելիքը կատարեմ։ Ոչ թե պետք է վախեցնել բրուտին եւ այլն, այլ միջոցներով։ Այդ մասին խոսեմ նաև Մուրադ Խաթեցու երկու բառ ասելով։ Այսօր 3 անգամ, այս փորնիկի ժամանակ 2 անգամ մի մասը խափնվեց։ Սրա ժամանակ 2 անգամ, սրա ժամանակ 3 անգամ, սրա ժամանակ նորից 3 անգամ։ Այսինքն, երբ որ ես ասում եմ, որ դուք Վարդան Պետրոսյանի են հավի մասին, որ տաշտանքում ադրխին այդ նույն հավն եք։ Ձեզ 10,000 դրամը ձեզ համար ավելի թանկ է, քան ձեր երեխան, ձեր հայրենիքը, նույնիսկ ձեր կյանքը։ Դուք թեկած ունեք ամեն ինչի վրա։ Excel ծրագիր կա նաև։ Այդ Excel ծրագրում գրում եք օրինակի համար գրում եք 1 հոգի մարդ կամ 1 հոգի գրում եք գողացել է անգամ այսքան Հայաստանի բյուջեից 2 անգամ ավել Հայաստանի ամբողջ սովետական միությունից մնացած հարստությունը բոլոր հանքերը եւ այժմ նաեւ բոլոր վարկերը գողացած եւ կտեսնեք որ գրեք մարդը լրտես է ինչ է կտեսնեք գրեք ամեն մի քանակի դիմաց ինչ պետք է դուրս գա կտեսնեք որ բոլորը լրտես են բոլորը ոչ հայ են բոլորը տականք են եւ երրորդ անգամ ազգը նվաստացողին այսինքն պատկերացեք բարեկիրթ զարգացած աղջիկ բռնել են զորով բռնաբարել են մեկ անգամ այստեղ 18 թվականին 21 թվականին նորից հանդիպել են նորից են բռնաբարել 26 թվականին չի բռնաբարվեցիք այ ոչխարներ այ անասուններ հետո կասեն սխալախոս այս երկուսն էլ նույն խաղն են խաղում սա Հայաստանն է ծախել սա եկեղեցին է ծախել եկեղեցում էլ ոչ մի բան չկա Հայաստանում էլ ոչ մի բան չկա միայն տարածությունն է տեսել եք այն որ հարկայինը գալիս է պարկեր ունեք թե պարկեր չունեք տան եղած է տանում մնացել է միայն դատարկ տունը դատարկ Հայաստանն է մնացել սա ամեն ինչ իր պապաների հետ ատարել սա եկեղեցին է տալանել մի քանի եկեղեցականների հետ եկեղեցի չկա ոչ մի բան չկա ու այս ֆորմիկին երբ որ ասում են սրբապիղծ է սա իրոք սրբապիղծ է նորից փոխի այդ փոխելը ոչ մի բան չի տալու ոչ մի բան չի տալու այդ փոխելը վերելու են սրանից հետո Ստամբուլից դնեն հայ կաթողիկոս կդնեն եւ ամբողջ ազգը կդառնա արդեն կատարյալ ստրուկ հիմա այս երկուսի մասին այս երկու ֆորմիկները հատկապես է դուրս եկեք ժողովուրդ դուրս եկեք Պողոս Նիկոլին փոխել Բագրատյանն էլ դուրս եկավ Պողոս Նիկոլին փոխելու աղոթեցի մեկ դու ես աղոթելու այսինքն այս ամեն արումը նրա համար որ ժողովուրդն էլ լուր ազգը լուր ինչի համար քանի որ կատարելու են հաշվարկ բրուտները ոնց էին անում նման տիպի բաներ բոլորը մնում էին այսքան մի քանի հոգի որոնց գլուխները բարձրացնում են գլուխները կտրում են նորից դառնում են բոլորը հավասար ոչխար եթե նորից բարձրացնող կար նորից կտրում են հիմա ձեզ այս ֆորմիկի միտինգներին տանելու են նրա համար սիրտը չտարավ ասեցի նորից ասեմ որովհետեւ հասկանաք այ ոչխարներ որ սրա միտինգին գնացեք ոչ մի բան սրան ասեք եթե պետք է գան նորից $100 դոլարներ պետք է 1500 դոլար ամեն մի մարդուն որ գա միտինգից մինչև վերջ կան բոլորն էլ վերցրեք ու գնացեք սրանց այդ ասում ուրիշ բան չի ասում հիմա այս 4 հոգու մեջ են փորձում խաղա դնել կամ սրան խաղից անել ինչ տարբերություն այս նույն ֆորմիկի երյակը չի կամ նույն ֆորմիկի կարյակը չի այստեղ սա ինչա ձեզ տալու իբր սա էլ հավաքեց դարձավ երրորդ տեղ կամ սրան առանց ճանաչելու մարդիկ այնքան հիմար էին 2 կոպեկը վերցրեցին այստեղ նաև այն հարցը Նիկոլը վերցնում է էլեկտրաստանցիան սրանից սա միջազգային դատարանն է դիմում Նիկոլը հետ չի տալիս բայց սրան արդեն սրանից շատ ձեն է տալիս այսինքն ծերից ծեր դա նկարչություն է եղել դրա համար 111-ի ուղարկած այն նկարը որ ուղարկեցի թե որը քանի տոկոս իրենց հաշվարկով մոկարապես բացի մի քանի յուղեր գնալուց լավ հայերի վրա նաև դնելով այդ սարքերը հասկացել են մոտավորապես մի կարելի ասել 20-50 ձայնի տարբերությամբ ամենտեղ ինչ քվեարկություն է տեղի ունեցել ոչ սա է հաղթել ոչ սրան են այլևս ցեն տվել ոչ սրան ոչ սրան սա այս ամբողջի կեղծիք է ինչպես ուզեցել այս ֆորմիկը տենց էլ նկարել եւ հիմա երրորդ անգամ նորից լուր համաձայնվել նրա հետ համաձայնվել որ ադրբեջանցին պետք է գա Երևանի հրապարակում նստի հրապարակի մեջտեղը կեղտոտի ու ձեզ էլ ասեք եթե դեպս սարպեք էլ եք անել ու շատ բաներ են ունենում նրանց լեկտիվությունները
Եվ նրանց այդ կեղտոտ ֆանտազիան չափ ու սահման չունի։ Դուք տեսեք։ Եվ այս սրանց մասին նաև ասացի, որ նաև սրանց թղթերը բրուտը վերջում տալու է միջազգային դատարան, բոլորն էլ միջազգային դատարանով դատվելու են։ Եվ սրանք են դատվելու, եւ սա է դատվելու նաև իր հանքերի, նաև տարբեր հայկական այդ մարզերում ունեցած իր հանքերի, իբր հանքերը, այդտեղ էլ կեղտոտել, ախտոտել ամբողջ տարածությունները։ Այս սպորնիկին էլ բոլորն էլ դատվելու են, նույնիսկ այս սպորնիկն է դատվելու։ Բայց սա թողնի մի կողմ։ Հիմա ինչ անել։ Գնալ սրա հավաքներին, թե չկամ սա իրականում ինչ է ցանկանում։ Երբ որ նայում ես, կարելի է սրա անունը միանգամից դնել Քորի ռոբոտ, Քորի ռոբոտ։ Այս քարակուսի գլխով Քորի ռոբոտին պետք է ասել Ռադետ Քաշի այլ լրբիլակով, այդ ջհուդա ֆրանկ, Ռադետ Քաշի, մենք քեզ համար կողոց դուրս չենք գալ։ Ռադետ Քաշի, այն էլ որ տարել եք, ձեզանից գողացած գումարներն եք տարի, քանի որ սա Լևոնի լվացկատունն է, ուրիշ ոչինչ է։ Էս էլ պետք է հասկանալ։ Նորից եմ կրկնում, դուրս չգալ այս տականքները իշխան էլ հայտարարեն, դուրս չգալ ոչ մի միտինգ։ Վերջում կտեսնեք միտինգում, եթե Կորին պետք լինի, միտինգում, որպեսզի ռուսներին չսիրաշահեն, միտինգում կլինի մոտարապես մի 50,000 մարդ, 30,000 մլիցեքին կհանեն գրաժդանսկի շորերով եւ մի քանի հիմնարկների կստիպեն գալ այդտեղ ու կասեն հայազգը դուրս եկավ միտինգի։ Այդ են դատարել։ Այս սպորնիկն էլ իբր Նիկոլին դեմականել եւ այդպես է։ Այժմ 3 անգամ դուք ընտրեցիք Կոկոլին։ Վերջը կամ դուք ոչխարեք եւ ոչխարի պես ազերու ոտքերի տակ արեստական ստեղծված է ցեղատեսակի ոտքերի տակ կսավքեք, կամ սա է ձեր փրկությունը։ Եվ հայազգի փրկությունը միակը սա է։ Համարը առաջինը սա է, կամ էսեք։ Ուրիշ ոչինչ։ Իսկ այժմ նաև Մուրադ Խալթեցու ասաց. Ես ուղարկեցի բազմաթիվ մարդկանց, նաև օտար երկրացիների, ինչպես գիտեք, մեր մոտ աշխատում են օտար երկրացիներ, որպեսզի ձեզ լավ ուսումնասիրեն։ Ճիշտ է, հայերի մեջ կան նաև ոչ հայեր հայկական անուն ազգանունով, բայց կան նաև հայեր, որոնք նույնիսկ նրանք, ովքեր յան վերջավորությամբ ազգանուն ունեն, բայց հայ չեն, նույնիսկ նրանց ոտքի տակից ցեղնել չարժեն։ Ես սա արդեն այս մասին բարերով եմ ասում։ Այսինքն նաև գտել են հայեր, որոնք ծախվող, սրիկա, տականք, անողնաշար, գծնող, մուրող, նաև այդպիսիներին են գտել։ Ես սկզբում ուրախացել էի, որ դրանք հայ չեն, այդ տականքները ովքեր Նիկոլ եւ այլն, բայց դուրս է գալիս, որ դրանց մեջ նաև հայեր կան։ Եվ հասկացեք, այժմ ոչ միգուցե սա լինի նաև մեր վերջին հանդիպումը, միգուցե մոտ մի քանի օրից, մի շաբաթից նորից մի հանդիպում տամ։ Բայց հասկացեք, նույնիսկ այլևս նման բաներ չեք ստանալու։ Ադրբեջանը անջատելու է, Ադրբեջանը թուլացնելու է ձեր ինտերնետային կապը, որպեսզի նաև ինչպես է դա կատարվում։ Անջատելու է օրինակ Եվրոպայի հետ, որ Եվրոպային չլսեք, չտեսնեք, ոչ մի կապ չունենաք Եվրոպայից ուղարկող որևէ բաներ դել։ Ձևերը ես չեմ ասում, թե ինչպես օրինակի համար ամբողջ ինտերնետը դու կարող ես մտնել ինտերնետ, դիտել ամեն ինչ, բանկային հաշիվներ, հեռախոսակապ եւ այլն, այդ ամենը ես չեմ ասում։ Բայց կան ձևեր, որ կարան ես մեկ անջատեն, սա անջատեն հովհարային, ինչպես անջատում էր Քորշունը, եւ այդպես դուք կդառնաք ոչխար ու կկորցնեք ամեն ինչ։ Հաջորդը ինչ ասեց։ Մենք մեր էթնիկ հողը, քանի որ մեր ծնված էթնոսը ավելի մեծ է, իր ասածն եմ ասում։ Կփրկենք սա, նորից մերն է, կփրկենք սա, նորից մերն է։ Բայց ինչի պետք է փրկենք սա, երբ որ այստեղ գլուխները դրած հավի նման կոչեի վրա սպասում են, թե երբ պետք է իրենց գլուխը կտրեն։ Բայց մինչև այդ նորից գարի են վերցնում, լափելու, երբ որ գիտեն, որ իրենց գլուխները կտրելու են։ Հիմա հասկացաք նրանք, որքան խիստ են եւ խիստ զայրացած են ձեզ վրա։ Ես այնքան զայրացած էի, որ նույնիսկ ցանկություն չունեի խոսել։ Բայց քանի որ ես իրանցի հարցը արդեն Նիկոլեն պայմանագիր են ստորագրում, որ Ռուսաստանից անջատում են ինտերնետը եւ միացնում են Ադրբեջանի հետ, այսպես եկած ինտերնետը անջատում եւ միացնում են նորից Ռուսաստանից եկած ինտերնետի հետ, դա արդեն կրկնակի հարված է։ Եվ ռուսը կուզի անջատի եւ ազերին կուզի անջատի։ Եվ ռուսը եթե տան վնաս է տվել, ապա Արապապյան եւ մնացածի ասած Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդիսանում է աշխարհի ամենահզոր երկիրը, Ռուսաստանը 26-27-րդ տեղն է, եթե չլինի նրա ատոմային զենք։ Այդքան։ Հիմա եթե առաջինն նա չկարողացավ որպես քրիստոնյա երկիր գոնե 10,000-ի փոխարեն ես մի քանի հազար Ստեփանակերտ եւ այլն փրկեր։ Երկրորդը Ֆրանսիա, Անգլիա եւ այլ երկրներ 10-ից մինչեւ 50 միլիարդ դոլար փող են տալիս Ադրբեջանին, ինչի համար երբ որ նրա օրերում արդեն ոչինչ չկա։ Իսկ Հայաստանին 20 միլիոն դոլար, 30 միլիոն դոլար, այսինքն մլիցեքի աշխատավարձն են տալիս այդ ոչխարների, որովհետեւ մլիցեքն էլ ավելի լավ պահպանեն Նիկոլի հետևը, որ հանկարծ Նիկոլին բան չպատահի, եկուց ադրբեջանցի գորեկան մլիցեքին էլ լավ պետք է դնեն սարքին, դա իրանց կլինի նվեր ազերիների կողմից եւ Նիկոլի կողմից։ Հիմա ինչ է։ Ինչ աներ։ Մուրադը ինչ աներ 111-ը, ինչ անեմ ես։ Ես պատահական ձեզ չասեցի, ասեցի ոչնչացրեք դրանց, ես կամ այդ հարցերը լուծեք։ Չոչնչացնեք եւ այդ հարցերը լուծելու են։ Բայց նույնիսկ եթե Մուրադն էլ չանի, նրանք էլ չանեն։ Ես անելու եմ, եթե ես հետ բերեցի, ապա հատիկ ամեն մեկին, լրիվ տվյալներով, ստուգելով, կամ պատիտակ պետք է սատկի գնդակահարվի պատիտակ կամ մարդը արդեն մարդու անձնագիր կստանա, իսկ մնացածը ոչխարի անձնագիր եւ կկատարեն այն նույն գործը, ինչ որ ադրբեջանցի Հայաստանում են կատարում մինչեւ սովետի քանդվելը։ Մի մասը միայն, իսկ ամենակարևոր տականքները բոլորը պետք է գնդակահարվեն։ Եթե ցանկանում ես փրկել, դրա համար Խոբը 97 տարեկանում մահացավ
Միայն նրա դրույթները մի քանի տարի կատարելուց հետո հրաժարվեցին դրանից։ Նա ոչնչացնում էր բոլոր տեսակ տականքներին, ծախողներին, թույլերին, այն գծնողներին, նույնիսկ նախանձներին, թողնում էր իդեալական տեսակ։ Բայց դրանից հետո աղբակույտը նորից աճեց։ Ինչպես գիտեք, եթե ինչ որ բույս եք ցանել, մոլախոտը ավելի շուտ աճում։ Եթե քախան չանես, այդ մոլախոտը այդ բույսը կուտի։ Նույնը խոբն էր կատարում։ Բայց հիմա այդ մոլախոտը Հայաստանի, որի մի մասն էլ հայեր են, իրոք մոլախոտ է։ Կարելի է մատերի վրա հաշված մարդ վերցնել Հայաստանում։ Բայց իրականությունը մինչև վերջ հասկացող այդքան մարդ չկա։ Չէ՞ հասկանում։ Մտածում եմ, որ այս ինչ խոսում եմ, ասում եմ, սա երազ է, սա վաղը ձեր դռներն է չոքելու։ Ինչպես ցուրտ ու մուրտ տարիներին, երբ որ ասում եք գործարան չի աշխատում, մեննակատոմային է եւ գեսերը բավական են, որպեսզի մարդիկ լույս ունենան, մարդիկ ասում են, բա ինչ կառավարությունը խափում է, դու ես ճիշտ խոսում։ Երբ որ ոտքի են անում, ոտքի չեն կանում։ Նույնն էլ այսօր։ Ամեն ինչն են կատարելու։ Եվ ինչ են սա ուշացնում։ Ուշացնում են, քանի որ երբ որ Մեծամորի ատոմակայանը լիցքավորում են, այդ լիցքավորումը մինչև վերջ ինքը պետք է կատարի իր աշխատանքը, որից հետո կարող են ատոմակայանը կանգնեցնել։ Հենց ատոմակայանը կանգնեցրեցին, դա կլինի Հայաստանի ավարտը։ Այսքանը հասկացեք ու հասկացեք, թե ուր են ձեզ տանում, ինչ ասպասում։ Նաև այն լավ բարեկամները, որոնք երեխաներին, ծնողներին եւ այլն թողել են Ռուսաստաններն են, արտասահմաններն են, կապը կտրվելու է, նույնիսկ փող չեք կարողանալու ուղարկել։ Ընկնելու եք այստեղ վրացիներին խնդրեք, որ փնտրեն, այնտեղ էլ վրացիները փողով բացելու են կամ Իրանում փողով բացելու են կետեր, որտեղ անունազգանունը գրվելու է, թե ով որտեղ ուր է գնում, որպեսզի գնաք ձեր բարեկամին գտնեք։ Հեռախոսակապ ամեն ինչ ոչնչանալու։ Ամեն ինչ տիկոլը տալիս է։ Հասկացեք, այսքանը։